Ուրեմն նախ հետևյալը ես հայ առաքելական եկեղեցուն եւ մայրաթողին չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Ինչ վերաբերում է աշխարհ քաղաքականությանը, այո, տարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է եւ եթե դուք նկատել եք, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չի արտահայտվում, բայց դա չի նշանակում, որ մյուսները այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարցակումներ անելու համար։ Այդ լկտի հարցակումները համարժեք պատասխան կստանան։ Ես ունեմ արդեն համոզվել եք, խնդրեմ։ Դուք վստահաբար պնդում եք արդեն մայիսի 31-ից սկսած, որ սրբազանները խախտել են երկրպագանության ուխտը։ Միշտ ասում եք հիմքեր կա, արդեն ԿՊԱ-ականներն էլ դա որպես բացարձակ ճշմարտություն են ներկայացնում, երեկ էլ վեհապարին շնորհավորում էին հայրերի օրվա առիթով։ Ուզում եմ հասկանալ, բացի ձեր ենթադրությունները, դուք որևէ այլ հիմք ունեք նման մեղադրանքներ հնչեցնելու հայ առաքելական սուրբ եկեղեցու ծառաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում։ Ինք չեն վիճարկում։ Ասում են անլուրջ է ձեր հայտարարությունը, իմաստ չունի։ Իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոններ։ Դա դուք ինչու եք հանձնաժողով ստեղծում ներողություններ, որտեղ երկրորդ հարցն եք։ Պարոն Փաշինյան, որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեբորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին այ ինչպես եք հեռացնելու, հնարավոր է որ իրավապահները նույն կերպ ասեն եկեղեցի մտնեն։ Գիտեք, ես անհեթեթ եմ համոզվում բախումների մասին խոսակցել, անհեթեթ եմ համոզվում։ Գիտեք, երկու հատ ժողով ջան, հետ գամ միկրոֆոնները ցանկության աշխատակից այստեղ փակելա չեմ կարողանում շատ բախումների մասին դա կատարյալ անհետեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգեվոր, բացառապես հոգեվոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգեվոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգեվոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի եւ ես ուզում էի ձեզ ցույց տալ այսօր կռահելով բերել եմ ապացույցն ասենք ես բերել եմ այն մյուս գիրքը այս գիրքը տեսած կանոնագիր էջմիածի Լիլջան համապարբար կանոնագիր քայլով այս գրքերի մեջ է սահմանված սրանք հայ առաքելական եկեղեցու դարերով այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են
356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ ուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում, նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին, եւ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Երեք այստեղ աղագին բառեր կան միջավայր, ես կարդացել եմ, աղագին բառեր կան, ես հիմա չէ նոր բառեր կլինի։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան, բայց այսօր չեմ կարծում, թե մենք գիտեք, ես առավոտյան շատ վաղ եմ արթնանում եւ ամեն օր գոնե 1.5 ժամ նվիրում եմ ընթերցանությանը։